Սիմոնյան Փոստոպյան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ դերասանուհի Անահիս Սարդարյանի հետ, սակայն մինչև մեր զրույցը խնդրում եմ բաժանորդագրվել ալիքին, հավանել այս տեսանյութը եւ նաեւ գրել մեկնաբանություն։ Ողջույն Անահիս։ Ողջույն Կարին ջան, ողջույն։ Երեք մենք կադր տեսանք, որ Գորիսի համայնքապետը, ով նախկինում ընդդիմադիր էր, ջերմ ողջունեց եւ բարևեց վարչապետին, ով այնտեղ էր գնացել։ Շատերը սա համարում են դավաճանություն, շատերն էլ ասում են, որ նա լավ համայնքապետ է եւ իր համայնքի համար է անում։ Դուք ինչպես եք վերաբերվում այս հարցին։ Այ շատ քաղաքական հարցից սկսեցիք Կարին ջան։ Ես ճիշտ ասած կադրերը տեսել եմ, ոչ մի կերպ չեմ վերաբերվում 20 թվականից հետո այն մարդկանց, ովքեր որ այս իշխանության հետ կարող են ինչ որ տեսակի համայնքի համար, մի փոր հացի համար, մեր երեխեքին համար, տուն պահելու համար եւ նման բաների համար ոչ մի ձև չեմ վերաբերվում, ոչ լավ, ոչ վատ, որովհետեւ ես կարծում եմ եթե մարդիկ 20 թվականից հետո գիտակցություն չունեն այն ամենի նկատմամբ, ինչը որ կատարվել է ու կատարվել է իշխանության օրոք, էլի, ֆիքս ենք, էլի, որովհետեւ երբեմն մենք մոռանում ենք, մեզ թվում է իշխանությունը այդ 21-ին ընտրվել է, 21-ի ընտրություններին ու տենց 20-ին իրանք չեն պատերազմի ղեկավարներ եղել, ծուռ բեռանով գոռացել բանը չշշկռվեք, մենք ենք այս երկրի գերագույն գլխավոր հրամանատարները, այսինքն որպես այդպիսի պատասխան չեն ուզում, ես մի հատ վատ բան եմ ասում ես վերջերս, համ ասում եմ, համ էլ նեղվում եմ իմ ասածից, բայց ասում եմ ձկան հիշողության պես բան ենք դարձել, էլի, մի տեսակ այս ինչ անում են մեր հետ, մյուս օրը, չգիտեմ, մանկապարտեզի ֆասադը գունավոր են ներկում, մենք ասում ենք տեսել եք, բա մանկապարտեզի ֆասադը գունավոր են ներկեն, ժողովուրդ, ես կխնդրեմ ուղղակի, որ մենք ճիշտ այն արժեքային համակարգի հայի ինքնության արժեքային համակարգի դարակները ճիշտ տեղերում դրվի ամեն ինչ, այսինքն այնտեղ որտեղ որ եղել է Արցախը, հայրենիքը, եկեղեցին, մեր կրոնը, մեր ամեն ինչը վերև տեղերում, խնդրում եմ մի իջացրեք այն ներքևի այն զրթուզիբիլի յաշիկի մեջ լցրեք, կներեք ոչ հայերեն լեքսիկոնից համար, ու մտածեք, որ դա նորմալ է, դրել եմ, չէ, հա դե կա եկեղեցին ստե այս ներքևն է, չէ, եկեղեցին, մեր արժեքները, մեր այդ 5000 երեխեքը, այդ ամեն ինչը, հերոսները, այդ ամեն ինչը շատ վերևում է, ու իրանց իջացնել, այդ էլի եմ ասում են, լինում է, բոլորի տանը բալկոնչիկում սենց մի հատ տուփ, որի մեջ ավելորդ բաները ու շատ խառը բաներ են, իրականում իրար հետ կապ չունեցող, կարող է կոշիկի, չգիտեմ, տակացու լինի, կարող է լամպոչկա լինի փչացած, այդտեղ դնել այն հիմնային արժեքները, այն ինստիտուտները, որոնք որ մենք դարերի ընթացքում ունեցել ենք ու պահել են մեզ, ինձ թվում է ծիծաղալի է, դրա համար իսկապես ոչ մի կերպ չեմ վերաբերվում, ոչ լավ բան կարող եմ ասել, ոչ էլ 20 թվականից հետո կրկնում եմ, այն մարդիկ, ովքեր որ օքեյ են այս իշխանության հետ, ես իրանց ոչ մի կերպ չեմ վերաբերվում։ Եվրոպայի խորհրդի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը խոսեց Բագրատ Սրբազանի շարժման մասին, որին դուք ակտիվ մասնակցում էիք, եւ ասում էր, որ այդ շարժումը դեմ էր սահմանագծմանն ու սահմանազատմանը եւ կողմ էր Ադրբեջանի հետ պատերազմին։ Ինչ կասեք այս խնդիրների հետ կապված։ Ասեմ ավելին, երբ որ ես դա լսում էի, Կորյուն երթվում ծիծաղում եմ, որովհետեւ ինքը ասում է Բագրատ Սրբազանը պատերազմատենչ է, նրա շուրջ հավաքված մարդիկ ռևանշիստներ էին, Արցախյան շարժումն էին, հա, Ղարաբաղյան շարժումն էին սկսում։ Եվ դե պատկերացնում եք իմ վիճակը, երկու երեխաների մայր, ով որ իր տղայի անունը դրել է Մոնթե, ով որ իր հայրենիքում հնարավորություն ունենալով աշխարհի տարբեր երկրներում ապրելու, հավատացեք ունեմ այդ հնարավորությունը, բայց պայքարելով ամեն օր ու ամեն ժամ ապրելու համար իր հայրենիքում, իր երկրում երկու երեխա մեծացնելու համար եւ նման լիքը բաներ, այն էլ իմ նման մարդու համար, ով որ չեմ ուզում ինձ գովեստի խոսքեր ասել, բայց հավատացեք 6 տարիների ընթացքում ես իմ երկրի ամենա թույլ պահերին, ամենայն պահերին, երբ որ պետության կողքը պետք էր կանգնել, չնայած որ նորից կրկնում եմ, պետության ղեկավարները եղել են սրանք, միևնույն է ես կանգնել եմ իմ պետության կողքը։ Ու ինձ փաստորեն մարդը անվանական չի ասել, հա, որ հենց Անահիսը, բայց փաստորեն այդպես է ասում, որ ես բոլոր մարդիկ, ովքեր որ մասնակցել են հավատով, որ վերջը մեր արժե համակարգը այդպիսին չի, մենք կուկուռուզ, թթու լավաշ եւ պերաշկին չենք, չէ, մենք դա չենք։ Մենք այո Բագրատ Սրբազանի այն ասած, որ հիմա ասում եմ ու փշակաղում եմ, գիտեք Կորին, որովհետև ինչքան ճիշտ էր Բագրատ Սրբազանը, երբ որ մեզ ասում էր, որ ազնիվը պիտի հաղթի, մենակ շարժման հարցը չի, մենակ մենք չպիտի հաղթենք ընդդիմության, ես իսկապես որ նոր էի միացել շարժմանը,
երևի թե գիտեք, ես կատեգորիկ նախկինների կողմնակից չեմ եղել։ Դա լավ լինի, լավ հնչի, վատ հնչի։ Ես հեղափոխության մասնակից եմ եղել, ասեմ ավելին, Կորին ջան, ու ինձ համար միանալ մի որևիցե շարժմանը, որը հեղափոխության բերած իշխանությանը կարող է հանել, դուք հասկանում եք, չէ՞, ինչքան լուրջ որոշում է ինձ համար անհատապես եղել։ Եվ ես երբ որ միանում էի ու Բագրատ Սրբազանի մոտ անընդհատ ասում էի, բայց այս սխալ է, չէ, բայց ես զգում էի, որ ինքը անընդհատ ասում է, բալես, այդ համերաշխությունը պիտի լինի, մի օր վերջի վերջո, այս մի ազգով պիտի մենք համերաշխ լինենք, թե չէ։ Ու հիմա երբ որ Բագրատ Սրբազանը մեր բոլորի համար, ես այդպես եմ կարծում, որ ինքը մեր բոլորի պատճառով, մեր բոլորի համար բանտարկված է, որտեղ է չարժում ինքը մենակ չի սկսել ու մենակ չի ավարտել կամ մենակ չի թողել գնացել նստելու։ Այդպես չի եղել, մենք բոլորս ենք այդտեղ մասնակից եղել ու ես անարդար եմ համարում այն ամենը, ինչ որ այսօր կատարվում է իրա ու մի քանի հատ 18 արդարների նկատմամբ շատ անարդար է, ինչքան Լիդիան է այդտեղ կոպիտ ասած terrorist, նույն այդքան ես ու դու։ Որովհետև արդար չի, երբ որ մարդիկ ովքեր որ պահանջում են արդարություն ես երկրում, հավասարություն ես երկրում, մեր ինքնության բարձրացում, արժեքային համակարգի ճիշտ էլի եմ ասում, դարակի դասավորում, իրենց անվանել terrorist ու տես 18-ին որոշել տես տանել, փակել, դե լավ, դե չէ, արդար չի։ Ու իրականում իմ պայքարը այսօր, երբ որ ես անընդհատ բարձրաձայնում եմ Խաղբանտարկյանների մասին, չի վերաբերվում միայն օրինակ Բագրատ Սրբազանին կամ Լիդիային կամ Մովսեսին, չէ, կամ Սամվել Կարապետյանին, չէ, վերաբերվում է նաև վաղվա Խաղբանտարկյաններին, որովհետև եթե մենք այսօր ես ամեն օր դրա մասին իմ Instagram-յան էջում խոսում եմ, որ եթե մենք այսօր օքեյ ենք, որ Սամվել Կարապետյան բարերարը նստում է, եթե մենք այսօր օքեյ ենք, որ Միքայել Սրբազանին հանցագործ են անվանում, երբ որ Արշակ Սրբազանին ասում են, չգիտեմ, ընդ չուց լինի բարիգության հոդված են դնում այդ մարդու վրա, ուրեմն մենք վաղը պիտի օքեյ լինենք մեր ամուսինների, մեր եղբայրների, մեր հարևանների, մեր հայրերի բանտարկությունների հետ քաղաքական, թեկուզ եթե նրանք ինչ-որ բանի հետ համաձայն չլինեն, որտեղ չես կարա լինես մենակ, չնայած այդպես աշխարհը դարձել։ Աշխարհը դարձել է այսպեսին, ինձ չեք կպնում իմ քառակուսին լավ է, այն որ ասում է իմ դեմը դռան մեծ լախած է, ու մնացածը ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ։ Այդպես է ստացվում։ Ու ցավոք սրտի հենց իմ համար Բագրատ Սրբազանի տեսակը այն հային արտնասնող տեսակն էր։ Ու ես վստահ եմ ամենայն անկեղծությամբ եմ ձեզ ասում, երբ որ ինքը լինի նորից ազատության մեջ, նախ ինքը երբեք այդ զենքերը վայր չի դնելու, զենքերը փակագծերի մեջ, հա, որ հիմա էլ չասեն այդպես զենքեր էր վերցրել։ Իր այդ արժեքային զենքերը վայր չի դնելու եւ պայքարելու է, որպեսզի հայը իսկապես իր ճիշտ տեղում լինի։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախյան շարժման էջը փակված է եւ հոգեվորականները, ովքեր ասում են Աստված օրհնի Արցախի հանրապետությունը, կամ օրինակ Ցեղասպանության թանգարանի տնօրենը, որ J.D. Vance-ին նվիրում է Արցախյան շարժմանը վերաբերող ինչ-որ գիրք, պատերազմ է կարոզում։ Այսինքն մենք ինչ է ստացվում, պետք է ազգովի մոռանանք, որ երբևէ Արցախ ենք ունեցել, այսինքն 3000-4000 տարի շարունակ։ Նայեք, ինքը ուրիշ տարբերակ չունի էս Կորին ջան ասելու, որովհետև չգիտեմ, դա մենակ ես եմ հասկանում, թե չէ, վստահ եմ, մենակ ես չեմ, նես չի, որ ես բոլորի խելացին ես եմ։ Շատ մարդիկ էլ հասկանում են, որ թելադրանք է։ Սահմանադրության փոխելը թելադրանք է Ալիևի կողմից։ Ես ուղղակի գիտեք ինչի մեջ չեմ տեղավորվում, որ Արցախի անունը ջնջելը ես վստահ եմ ավելի քան Ցեղասպանության թանգարանի տնօրենի գիրք նվիրելը J.D. Vance-ի եղել է թելադրանքով հանել այդ կնոջը, որտեղ անհնար է, էլի, չի կարա մի երկրում, որտեղ տեղի է ունեցել Արցախյան պատերազմ, որտեղ տեղի է ունեցել ցեղասպանություն այդ ազգը, որոշի, որ այդ գրքեբարլա բա մեր եկեք ջնջենք, եկեք 0-ից սկսենք, իրաց նպատակը իմ համար սա է, ոչ թե Արցախյան պատերազմի հեճահարցը կամ Արցախի անոնի մեջը։ Խոսքերս հիշեք, Կորին ջան, թող իհարկե ես խալվեմ եւ ամենահոռետեսը լինեմ այս աշխարհի, բայց խոսքերս հիշեք, ինքը մի օր մեզ տիպել է, ասել է ուրեմն եկեք սենց անենք, եթե դուք ուզում եք պատերազմ, դե մենք էլ վախենում ենք պատերազմի, չէ՞, մեզի ասում է ուզում եք հաց ուտեք, պատերազմ կլինի, նայեք, սենց չանեք, թե չէ պատերազմ կլինի, օդը շատ մի շնչեք, պատերազմ կլինի, ու սա ամենևին է գրոտեսկ չի, որտեղ այն ինչ որ այն ժամանակ ասում էինք, Արցախի 7 շրջանների հանձնումից հետո շրջանների ես Հադրութից, Շուշիից հետո ես իմ ընկերներին, ովքեր չեմ ասի Նիկոլական, բայց հա այս իշխանամետ էին ավելի, ասում է երեխեք Արցախ ամբողջությամբ հանձնելու է, ինձ անընդհատ sense էին, ինչքան վատատես ես, ինչքան վատն ես մտածում, դե խեսնեմ, всё, տվեցին, այն ինչ որ պիտի տային, տվեցին։ Ու ես զանգարում էի Արցախ իմ ընտանիքի անդամներին, ովքեր այնտեղ էին, բարեկամներին, ասում եմ, ես ձեզ պաղատում եմ, ոչ մի բան մի վերանորոգեք, ոչինչ մի կառուցեք այդտեղ, խնդրում եմ ձեզ, որտեվ ես չէի հավատում, որ եթե մարդիկ կարան ուրանան թեկուզ 7 շրջանը,
Հետո չեն կարող ուրանալ Արցախը։ Հիմա էլ կրկնում եմ վերադառնամ այդ իմ ասած հարցին։ Չեմ հավատում, որ մարդիկ, այդ կույտը, այդ խմբակը, որը կարա մոռանա Արցախը, չի կարա չմոռանա Տաթևը, չի կարա չմոռանա Սյունիքը, Մեղրին, Երևանը։ Իսկ ասել, որ չէ դե մենակ Ալիևը ուզում էր Արցախը, չէ, ժողովուրդ ջան, Ալիևը մեռավ, էլ կոտորվավ, այդ մարդու բերանը չորացավ, եթե նրան կարելի է մարդ կոչել, Երևանը անվանելով, Երևան, Սևանը անվանելով, Գյոնչախի, այդ ոնց չենք տեսնում մենք, ուզում եմ հասկանամ ես։ Ինչքան անվանեց Խանկենդի եւ ստացավ իր Խանկենդին։ Այդքան էլ անվանելու է Երևան եւ եթե մենք դրա տերը չենք ուզում լինել, իսկ դրա տերը լինելը չի նշանակում պատերազմի մեջ միայն մտնել։ Դրա տերը լինել նշանակում է բռունցքը սեղանին խփել եւ ունենալ այնպիսի իշխանություն, որը ասի սա մենք ենք, սա մեր պատմությունն է, ոչ թե անընդհատ ցեղասպանության թանգարանի տնօրենին հանել եւ ասել դե Արցախ բառը մի օգտագործեք, բա հետո Նիկոլ Փաշինյանը Փաշինյանն պատասխանեցի։ այո, ասում է, որ հիմա խաղաղություն է, սահմանին չեն կրակում, զոհեր չեն լինում Ադրբեջանի կրակոցներից եւ եթե ընտրություններում մեր ուժը չհաղթի, կգա պատերազմի կուսակցությունը եւ պատերազմ կսկսվի։ Ինչպես կարող եք անդրադառնալ։ Այն որ կուզենամ իրա կողքի մարդիկ, երևի ինքը չի գիտակցում, մի քիչ երևի շատ տարված ուրիշ բաներով կողքի խելացի, իսկ ինքը ունի թվում խելացի մարդիկ ամենայն անկեղծ եմ, ես այդպես եմ կարծում։ Իմ հետ միշտ ընդդիմադիրներ վիճում են ասում, ինչպես ես դու դա ասում, ասում այդպես։ Ինքը թիմում ունի մարդիկ, ովքեր որ խելացի են իսկապես, ու ես կարծում եմ, որ այդ խելացի մարդիկ պիտի իրան ասեն ներողություն պարոն Փաշինյան ջան, բայց այդ շեֆ ջան, այդ չգիտեմ ինչ են ասում, արքա թակավոր ջան կներես, բայց ոնց որ ինչքան պատերազմ եղել է այս տարիների ընթացքում 6-7 էլ խոշոր պատերազմ, էլ մարտական այդ դիրքերի, հա, շարժերը, այդ վատ, այդ փոքրիկ ջերմուկյան մարտերը եւ այլն, այդ բոլորը ինչ որ եղել է մեր իշխանության օրոք։ Ու այդ իրանք եթե չեն գիտակցում ու չեն գնում ասում այդ մարդուն, նշանակում է այդ ուսապարկի կոպիտ ասած այդ ասվածքը իրանց լրիվ բնութագրող է, որովհետեւ ես կարծում եմ, որ վերջ-վերջո մենք միապետական երկրում չենք ապրում եւ թագավորը ոչ մեկին կախաղան չի անել ու ես եմ տենց կարծում, կարող է իրանց մոտ կախաղան անում, չգիտեմ։ Գնացեք ասեք, որ սխալ եք այստեղ։ Գնացեք ասեք, որ դուք երբ որ հեղափոխությանը գոռում էիք, որ այս երկրում պիտի լինի խոսքի ազատություն, ես ձեր հետ գոռում էի, այս երկրում պիտի լինի խոսքի ազատություն։ Այսօր Միքայել Սրբազանը որտեղ է, ինչի համար է կարակ ինձ բացատրեք։ Ինձ բացատրեք Լիդիայի որպես կին քաղբանտարկյալ այս երկրում լինելու իմաստը։ Ո՞նց է տենց լինում։ Սամվել Կարապետյանի մեր ձևով բառերը կբացատրեք ինձ, ոչ մեկին չեմ պաշտպանում, ոչ մեկին չեմ ճանաչում։ Հարց եմ տալի կբացատրեք։ Եթե ինչ-որ մեկը նստի ինձ բացատրի, որ մեր ձևովը նշանակում էր, չգիտեմ, տերորիստական ակտ, կասեմ դե լավ, հա, երևի ես չեմ հասկանում։ Եթե ինչ-որ մեկը ինձ կբացատրի, որ Լիդիան իր բլոկնոտի մեջ գրառումներ անելը դա տերորիզմի նախապատրաստություն էր, ելի կասեմ լավ, ես չեմ հասկանում։ Եվ եթե ինչ-որ մեկը ինձ կբացատրի, որ Միքայել Սրբազանը, որը ազնիվ լինենք, էլի, ասենք, այդ մարդը ֆենոմենալ խոսքի զորություն ունի, ամենայն ոչ միայն որպես հոգևորական, Կորին ջան, ես դերասանուհի եմ եղել, երկար տարիներ աշխատել եմ, մենք անցնում էինք հա դերասանի խոսքի վարպետություն էր կոչվում, ու ոչ միայն դա դերասանություն անելով էր մեր Ողորմածիկ մեր հրաշալի դասախոս Լալան Նացականյան ասում էր, չէ, դերասանություն մի արեք խոսքի ժամանակ, ուղղակի ձեր խոսքը պիտի լինի այնքան ճիշտ ու ռետորական ու տեղին, որ առանց դերասանության հասկանալի։ Այ Միքայել Սրբազանը դերասանություն չի անում, ինքը այդ տեսակ է։ Դա այն որ ասում են Արյան մեջ ինչ կա այդ մարդը վերջին այդ թագաժառանգներից մեկն է իմ համար այս երկրի, դրա համար ես Այո, եւ ես կարծում եմ, որ իրա նկատմամբ ու ոչ միայն իրա ազնիվ լինեն Կորին ջան։ Ես գիտեմ, որ ես էլ դու էլ շատ սիրում ենք Միքայել Սրբազանին եւ մեր աջակցությունը, մեր այն որ զորակցությունն ենք իրան հայտնում, բայց ազնիվ լինենք։ Նույն Սամվել Կարապետյանից, Նուր Բաղրատ Սրբազանից, ինքը այն մարդկանց է փատում հիմնականում, ովքեր որ կարող են խոսքի ուժ ունենալ ու ովքեր կարող են իրենց հետևից մարդ անել։ Իսկ այն որ Բաղդադ Սրբազանը դա կարող է անել, այդ այն որ մենակ այն որ ասում է դեբիլին հասկանալու չի։ 60, 70 կամ 120 հազար, չգիտեմ, ես թվերին չեմ տիրապետում, բայց ես եղել եմ այդ հրապարակում, որտեղ իդեպ սերեր տիրում, որտեղ այդ համերաշխության մթնոլորտներ տիրում, որտեղ տիրում էր, որ կանգնած էին նայեք ընդդիմադիր դաշտում այսօր ինչա չէ կատարում Կորյուն։ Իրար բսկտոցի ու շատ ցավալի բսկտոցի է։ Իսկ Բաղդադ Սրբազանի շարժման ժամանակ մարդիկ իրար կողք կանգնած էին,
բոլոր ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները ու հասկանում էին, որ այդ չի անցնի Բաղդադ Սրբազանի մոտ, այդ ես չգամ, որովհետև էսի կանգնած այն ինչը չգա, ու իրականում ինչքան էլ իմ հայացքները ընդդիմադիր լինեն, ես կուզենամ նշել, որ շատ սխալ եմ համարում որպես հայ, որպես մայր ընդդիմադիր դաշտի այդ բստտումները նույնպես։ Ինչքան էլ էլի եմ ասում ընդդիմադիր, որտեվ այսօր երբ որ հարցը կանգնած ծայրահեղ հայկական Հայաստան ունենալու թե դառնալու ցավոք սրտի արևմտյան Ադրբեջան, դրա առաջ երբ որ կանգնում ես, կներես էլի, բայց այդ ձեր այդ պուճուր այդ զվրտոցները ոչ մեկից պետք չեն։ Որպես մայր եմ դա ասում առաջին հերթին եւ որպես հայ քաղաքացի։ Նիկոլ Փաշինյանը գիտեք, որ հիմա գյուղերով է ման գալիս շաբաթ-կիրակի օրերին, քաղաքներով, մարզերով եւ այսպես տներ են մտնում, մարդկանց հետ է զրուցում, գալիս են շատերը, ողջագուրվում են, տպավորությունը, որ բարձր վարկանիշ ունի։ Դուք օրինակ ինչ եք կարծում, ինչ վարկանիշ ունի եւ այն 56%-ը, որ ասում էր կհավաքեն ընտրությունների արդյունքներով կհաջողվի նրան հավաքել։ Նայեք, Կորինյան, դուք գիտեք, չէ, ես ինչ գործունեությամբ եմ զբաղվում, բարեգործությամբ։ Չգիտեմ, գիտեք տեղյակ եք թե չէ, բայց ես տարեկան 3-ից 4 անգամ, բացի նրանից, որ կազմակերպում եմ Երևանում շատ մեծ միջոցառումներ, իսկ դա 3-4 հազար մարդուց բաղկացած միջոցառումներ են բառի ամենաբուն իմաստով, ես նաև գնում եմ սահմանամերձ գյուղեր։ Դուք ձեր նախադասության մեջ շատ ճիշտ բառ ասացիք, տպավորություն։ Այո, իրենք փորձում են այսօր ստեղծել տպավորություն, որ ամեն ինչ ընտիր է, որ իրանք ունեն։ Ես քաղաքագետ չեմ, ես սոցիոլոգիայի մասնագետ չեմ, սոցիոլոգ չեմ, որպեսզի ձեզ հիմա ինչ-որ տվյալներ ասեմ, եւ ոչ էլ կհավատաք, հավատում եմ այդ սոցիոլոգիայի տվյալներին, որոնք որ չգիտեմ, հարցումներ են անում, մեկը անում անդիմությունը բանը 96% արդեն վերջ հաղթել ենք, էլ մի էլ գնացեք ընտրության, մյուսը անում է բանը Նիկոլենք էլ մի գնացեք ընտրության, անիմաստա մեկը իշխանությունն է մնալու։ Դրա համար ես դրան չեմ հավատում։ Ես հավատում եմ իմ գնացած գյուղերում լսած մարդկանց, իմ տեսած քաղաքներում լսած մարդկանց եւ այն մարդկանց ում հետ շփում եմ, ես իմ հարցումներով 90% մարդիկ իմ հարցումներով եմ էլի ասում, կարող է ինձ տեսնում են, ամաչում են ասել, որ իշխանամետ են, բայց իմ հարցումներով, որոնք որ ես մարդկանց մեջ անում եմ, մարդիկ ասում են, որ դեսա ինչ, ասա խայտարակություն ա, ոնց կարա երկրի ղեկավարը պերաշտի ուտելով, ինչ որ չգիտեմ, ինչ նկարի, ոնց կա։ Ես իդեպ առաջարկում եմ, մի անգամ իմ մոտներ եմ առաջարկել, այսպես էլ առաջարկեմ, որ քանի որ ինֆլուենսի դաշտը այսօր շատ ակտիվ ու բավականին տենց լավ դաշտ է փող աշխատելու, առաջարկում եմ ինքը մնա այդ դաշտում, որովհետև իսկապես full տենց թույն մարքեթինգ անում, օրինակ չգիտեմ, պերաշտիների կրպակների տենց գովազներ վերցնի, կուկուռուզներ, ու շատ լավ կաշխատի իր մոտ, որտեվ այսօր ինֆլուենսա բլոգինգը բա շատ տարածված, տենց ով ինչ քնից հերնում է, մի հատ բանա գովազդում։ Անգործ չի մնա վստահ եմ, այնպես որ թող ավելի լավ զբաղվի դրան, որտեվ դա իր մոտ շատ լավ է ստացվում, շատ։ Եղավ, շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձություններին եւ մեր հետևորդներին խնդրենք, որ բաժանորդագրվեն ալիքին, հավանեն տեսանյութը եւ մեկնաբանություններ գրեն։ Ստեսություն։ Ստեսություն, Կորին ջան։